Ողջույն, իմ սիրելի կարիճներ, ասcendենտի նշանով եւ արևի նշանով, այսօր 20-ն է հունիսի, վաղը ամառային արևադարձը կլինի, իսկ այսօր Վեներայի օրն է, ահա ձեզ բաժին է ընկել Վեներան, որովհետեւ ինչպես որ հասկանում եմ, բավականին կարևոր դեր ունի, կարևոր դեր է խաղում, ինչու, որովհետեւ գտնվում է ձեր պարտների տանը Վեներան, իսկ ինքը եւ իր նշանում է եւ իր տանն է գտնվում մեծ հաշվով եւ այստեղ սիրո թեման, ամուսնության թեման, այսպիսի հարցեր կան մասնավորապես ինքը երեքին ուրեմն այստեղ մենք միացում ունենք, որը բոլոր դեպքում տրանզիտներում այստեղ շատ լավ ուրեմն լավ էներգիան է կուտակվում, ցանկալի է որ ձեր քարտեզում եւս լավ էներգիան կուտակվի, կարող է այսպես ֆինանսական փոփոխություններ լինեն, այդպես 2-3-ի ուրեմն հուլիսի, հա 2-3-4 պլյուս մինուս իհարկե 1 օր կարող են ֆինանսական հարցեր 180 աստիճանով կարող է փոխվել եւ սիրո թեման այստեղ ավելի շատ գնում է դեպի ամուսնություն, հա, որովհետեւ 7-րդ տունն է եւ այդպես գնում է ամուսնության թեման, ահա Եվ ուրեմն տեսեք եւ շատ հետաքրքիր է ինքը կարեւոր դեր է խաղում ձեր կյանքում ես նկատում եմ ընդհանրապես սիրո ամուսնության թեման ձեզ մոտ որովհետեւ Յուպիտերը 9-րդ տանն է ուրեմն ամուսնության թեման եւ այլն շատ չմանրամասն որը որտեղ է կարծում դա ձեզ հետաքրքիր չի կարևորը որ ամուսնության սիրո թեման ձեզ համար կարևոր է եւ ընդհանրապես ձեր ապագայի հետ կապված եւ Մերկուրի պատահական չի որ լինելու է հետընթաց որպեսզի ձեր այդ հարցերին պատասխանի եւ այսպես հուլիսի ուրեմն այսօր Վեներայի ձեզ Վեներան է բաժին ընկել հունիսի 20-ը եւ ես ձեզ կներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսում սիրելի կարիճներ բնականաբար ավելի մանրամասն եւ այսպես ունենք լիալուսին նորալուսին արևն է փոխում իր նշանը Վեներան է փոխում իր նշանը Ուրանն է վերջին անգամ փոխում իր նշանը, որովհետև արդեն 2026 թվականին ինքը վերջ նականապես կհաստատվի երկօրյակի նշանում, ի վերջո ձեզ հանգիստ կթողնի, որովհետև եթե շատերի մոտ գիտեք ասենք անձնական կյանքը, հա, կարգավորել ամուսնություն եւ այլն, չէր ստացվում ձեզ մոտ վերջին 7 տարում այդպես դժվարություններ կային անձնական կյանքում, ոմանց մոտ այստեղ ֆինանսական հարցներ կամ աշխատանքի հետ կապված որոշակի հարցեր կար կամ երեխայի հետ կապված ուրեմն ընտանիքի եւ այլն այդպես հարցեր կային, որ բաժանություններ եւ այլն դժվարություններ էր բերում, հիմա ինքը ձեզ հանգիստ կթողնի, իհարկե դուք արդեն դա հուլիսին կզգաք եւ քանի որ ուրեմն Ուրանից խոսեցինք, ես ձեզ ասեմ միանգամից հուլիսի 7-ից նոյեմբերի 8-ը ինքը լինելու երկօրյակի նշանում, դա ձեր ֆինանսներն են, որ ինքը գիտեք, այստեղ ինքը բերում է շատ ֆինանսներ եւ ուրեմն նաեւ կարող է դուք այդ ֆինանսները ծախսեք ինչ որ նպատակի համար։ Իհարկե ես ուրեմն խոսել եմ այդ մասին, որպես հիմա նորից նույն բանը չկրկնեմ, ես հողումը կթողնեմ, դուք կնայեք Ուրանի մասին հաղորդումը անպայման, որպեսզի ամբողջական լինի, հա, միացնեք ձեր ուրեմն այս կանխատեսումը եւ ուրեմն Ուրանի մասին կանխատեսումը բավականին հետաքրքիր է եւ ուրեմն ձեզ մոտ ամբողջական կլինի, դրա համար ես հիմա չեմ մանրամասնում, ինչեւ է Սատուրնը Նեպտունը կդառնան հետընթաց, ինչպես նաև Մերկուրին է դառնալու հետընթաց եւ իհարկե Խիրոնը որ գտնվում է Խոյի նշանում ինքը կդառնա հետընթաց, ինչպես որ ասացի Նեպտունը Սատուրնը որ Խոյի նշանում են նորից գտնվում, այդ երեքը միասին կդառնան հետընթաց։ Իսկ մենք կսկսենք Վեներայից։ Վեներան իհարկե Վեներան ձեր հակադիր նշանում է ընդհանրապես ինքը ձեր նշանում այդքան լավ չի զգում ինքը հակադիր նշանում է այսինքն հնարավոր է սիրո հարցում որոշակի դժվարություններ հարաբերություններում ընդհանրապես ասենք բացի պարտներից բացի զուգընկերոջից հա այլ հարաբերություններ այստեղ եթե որոշակի դժվարություններ կան հիմա արդեն ավելի հեշտ կլինի ձեզ մոտ որտեղ հուլիսի 4-ից իհարկե հուլիսի 4-ից ինքը կմտնի երկօրյակ բայց հիմա այս
պահին ինքը գտնվում է ցուլի նշանում, այնպես որ հենց այս պահին էլ դուք կարող եք շատ այդպես կարևոր հարցեր սիրո թեմային վերաբերող, ֆինանսների թեմային վերաբերող եւ այդպես թվարկեցի ես այդ հարցերը փորձել կարգավորել, որովհետեւ արդեն շատ կոնկրետ ինքը հուլիսի 4-ից մինչեւ հուլիսի 31, այսինքն գրեթե 1 ամիս ինքը կգտնվի երկվորյակի նշանում եւ դուք այստեղ շատ կոնկրետ ֆինանսական հարցերը ուրեմն կքննարկեք, հարաբերությունները կքննարկեք, սա ձեր տունն է եւ շատ լավ գիտեք Վեներան ձեր տանը։ Այստեղ հարաբերությունները բավականին բուռն են լինելու եւ ջերմ, այսպես կարող եմ ասել եւ իհարկե ինչպես որ ասացի 2-3-ին ինքը այդ փոփոխությունները կլինեն 2-3-4 հա այդ օրերին եւ ինքը այդպես կարող է շատ սահուն ուրեմն հարություն աշճանը փոխվել ձեզ մոտ եւ դուք արդեն անցնեք այլ ստադիայի, հա, ավելի առաջ։ Այսպես բոլոր դեպքերում ֆինանսական հարցերը ինքը ֆինանսների տանն է բավականին ձեզ համար կարևոր կլինի, հավանաբար հնարավոր է որոշակի գործարքներ կատարեք կամ ինչ որ մի լավ նպատակի համար այդպես ֆինանսներ տրամադրեք։ Հաջորդ օրը 5-ին հուլիսի Նեպտունը կդառնա հետընթաց ինքը մինչև դեկտեմբերի 10-ը լինելու է հետընթաց եւ դրան զուգահեռ ուզում եմ նշել արդեն Սատուրնի հետընթացությունը հուլիսի 13-ին կլինի մինչև նոյեմբերի 28-ը ինքը եւս այդ ժամանակահատվածում լինելու է հետընթաց եւ գիտեք այստեղ հնարավոր է որ շատերը վերանային իրենց առողջական վիճակը որովհետև գիտեք այն ամեն ինչ որ գտնում է գլխի վրա, հա, այստեղ որոշակի փոփոխություններ, վիրահատություններ կարող են լինել, ողնաշարին դա կարող է նաև վերաբերել ատամների հետ կապված հարցեր կարող են լինել շատերի մոտ, այնպես որ այս հարցերը կլինեն, ձեզանից պահանջում է, որ դուք գնաք ուրեմն այդ փոփոխություններին, վիրահատություն կլինի, ներարկումներ կլինի, միջամտություններ եւ այլն, իհարկե տարբեր եւ իհարկե շատ կարեւոր է այն փոփոխությունները, որ ձեզ սպասվում են կլինեն եւ դուք որպես ջրի նշան բավականին խորը զգացողություն ունեք, այստեղ կարեւոր է, որ հոգեպես լինեք կայուն դա շատ կարևոր է հոգեվիճակին ուշադրություն դարձնել, որովհետև ձեր անձնական քարտեզի տարբեր կարող են լինել, ուրեմն, գիտեք, երբեմն լավ տրամադրությունը, լավ զգացողությունը եւս այդպես փոթորկուն է լինում եւ այնպես որ դա եւս ուշադրություն դարձրեք, կարող է ինչ-որ այդպես զգացմունքներ լինեն, այնպես որ հոգեվիճակին շատ կարևոր է այդ անցման ժամանակ, գիտեք, իրենք որ մտել են Նեպտունը եւ Սատուրնը, ես ձեզ համար բնականաբար մանրամասնում եմ, գրեթե ձեզ էլ պետք չի դիմել աստրոլոգին, որովհետեւ ես ուրեմն բավականին մանրամասնում եմ, իրենք ձեզ նախապատրաստում են, դա լինի առողջական վիճակին, դա լինի հոգեվիճակին, որովհետև ձեր մոտ փոփոխություններ են լինում, որ դուք ֆիքսված նշան եք ձեզ համար, ձեր կյանքում փոփոխությունները դժվար են, այդ անցումային վիճակը, ուրեմն ինքը փորձում է, որպեսզի դուք օգնում է, որ դուք հարմարվեք դրան, որ այլևս պիտի փոխվի ձեզ մոտ շատ բան եւ պետք չի, ես հասկանում եմ, իհարկե ձեզ համար դժվար է, գիտեք, ասենք այսինչ տարիքում եմ, ինձ դժվար է փոխել, ել ինչ փոխեմ, այդ ամեն ինչը երբեք ուշ չի, պիտի փոխեք, հենց դա է կյանքը, դու հեշտ չի կյանքում ոչ մի բան, դու պիտի գնաս փոփոխությունների ընդհանրապես կյանքում, եթե քեզանից պահանջվում է այստեղ ներել, այստեղ գնալ մեկ այլ փոփոխության, այստեղ հաշտվել ինչ որ մի բանի, որքան ճկուն ես լինում կյանքում, այնքան շատ ավելի լավ քեզ համարից, եթե կարճում ես ինչ որ մի գաղափարից ու չես կարողանում դրանից ձերբազատվել, դա աստիճանաբար ազդում է քո առողջական վիճակի վրա, առավել եւս երբ Մերկուրին դառնալու է հետընթաց հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը, այդ ժամանակահատվածում ձեր ապագային է վերաբերելու, այսինքն ցանկացած թե այստեղ ամուսնություն, թե աշխատանք, թե այլ երկիր մեկնել, թե վերադառնալ հայրենիք, թե բիզնես, ասենք, թե սովորել արտերկրում, հա, շատ տարբեր յուրաքանչյուրը ձեր քարտեզի
Այդ փոփոխությունները բոլոր դեպքերում ձեր ապագայի հարցն է դրված, որ դուք պիտի վերանայեք շատ այդպես ավելի լրջորեն, իհարկե սիրո թեման է, որտեղ առուտի նշանում է լինում Մերկուրին հետընթաց, երեխայի թեմային կարող է վերաբերել ձեզ, ասենք հարցեր են, որ դուք ուզում եք վերանայեք եւ փորձեք այստեղ ինչ որ այդպես հարաբերություններ կարգավորել, Մերկուրինի վերջը նաեւ հարաբերություններն են եւ ուրեմն թե երեխայի հետ կապված թե սիրո թեման, թե ձեր ապագայի այլ հարցեր, դուք ուրեմն ընտանիքին վերաբերող այդպես հարցեր կփորձեք կարգավորել, ուրեմն դա է ասում Մերկուրին եւ ընդհանրապես հետընթաց Մերկուրին դա մեր հին ծանոթներն են, ինքը հնարավորություն է տալիս հանդիպելու հին սերերին, հին մարդկանց, հին ընկերներին, պարզապես ում որ ճանաչում ենք ղեկավարներին, միգուցե ձեր վաղեմ ընկերը բարձր պաշտոն ունի, ինքը ձեզ օգնում է, ասենք, ինչ որ աշխատանքի հետ կապված, որտեղ Հայաստանում դա սովորական երևույթ է, չէ՞։ Եվ այդպես ձեր նպատակների հետ կապված, միգուցե ձեր հին ընկերները ծանոթները կարողանան ձեզ խորհուրդ տան, հանդիպեք, իրենք կօգնեն ձեզ եւ այլն, կամ դուք հարաբերություններ կճշտեք ձեր ղեկավարի հետ կապված, դա եւս հնարավոր է, կամ պարզապես ձեր ուրեմն ապագայի հետ կապված հարցեր։ Սա շատ կարեւոր պահ է ձեզ համար, սիրելի կարիճներ, որովհետեւ ով ինչ խնդիր որ այս պահին ունի, հուլիսին կամ պիտի հասկանա, որ ինքը մի նոր քայլ է անում մեկ այլ աշխարհ, ապագա, որ ինքը այդ քայլը ճիշտ ժամանակին պիտի անի եւ ճիշտ տեղում դնի այդ քայլը, հա, այսպես սխալ տեղ չգնա, սխալ դող չբացի եւ սխալ ուղղությամբ չգնա, դրա համար Մերկուրին հետընթաց լինելով ձեզ օգնում է, որպեսզի դուք ճիշտ վերլուծեք ու հասկանաք ինչ ուղղությամբ եք գնում, ինչ է գնում, արդյոք դա ձեզ պետք է եւ այլն, դուք կարիճները շատ խորն եք զգում եւ պարզապես ապավինեք ձեր զգացողությանը ու չեք սխալվի։ Դա ուրեմն Մերկուրին նաև ոչ միայն հարաբերությունները այստեղ կճշտեք, ծնող երեխա այդ հարաբերությունները կլինեն, ուրեմն ղեկավարի հետ կապված այդ հարաբերությունները, հին ծանոթներ, այստեղ նաև պետք է ասեմ, որ աշխատանքի հետ կապված ցանկացած այդպես փաստաթղթեր հետընթաց Մերկուրիի ժամանակ չենք ստորագրում, ինչ որ գործեր չենք կազմակերպում, այլ փորձում ենք հին հարաբերությունները, հին գործերը մաքրել, ռեստարտ տալ, հա, մեր ուղեղին տալ ռեստարտ, այն մարդիկ, ովքեր ավելորդ են, ովքեր խանգարում են այն գործերին, ինչ որ պետք չեն, այդ ամեն ինչից ազատվել, հին շորերից, հին իրերից, ես խորհուրդ կտայի հետընթաց Մերկուրիի ժամանակ նաև այն ինչ որ հին է ազատվել եւ նորովի սկսել կյանքը, այսպեսի խորհուրդ կարող եմ տալ, իսկ Մերկուրին ուրեմն հուլիսի 18-ից օգոստոսի 11-ն է լինելու հետընթաց, այնպես որ սա նշեք ձեզ մոտ ու ուրեմն վերլուծեք, հասկանաք, որ ընթացքում ուրեմն ինչ եք անելու, ինչպես եւ այլն, որպեսզի այդ ժամանակ նոր գործ չսկսեք, նոր հարաբերություններ եւս այդպես ճիշտ չի, նոր պլաններ չկազմեք ապագայի հետ, այլ փորձեք կարգավորել հինը ավարտել, որ նոր դուռ բացվի ձեզ համար։ Ահա, ուրեմն եկեք ընդհանրացնենք, ուրեմն հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 10-ը եւ հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 28-ը Նեպտունը եւ Սատուրնը լինելու են հետընթաց խոյի նշանում, 30-ին հուլիսի մինչև 26 թվականի հունվարի 2-ը Խիրոնն է դառնալու հետընթաց նորից խոյի նշանում, այս երեք մոլորակները հետընթաց են լինելու, որպեսզի դուք վերանայեք, ուշադրություն դարձնեք ձեր առողջական վիճակին, ինչ որ հարցեր կա, փորձեք ավարտել, աշխատանքն է սա, նաև աշխատանքը ձեզ համար անորոշ է, ինչ աշխատանք, ինչ անել, ինչպես անել եւ այլն, ուրեմն հիմա շատ հարմար ժամանակ է, երբ իրենք կլինեն հետընթաց, դուք կկարողանաք կողմնորոշվել ձեր ապագա անելիքները, ձեր աշխատանքի եւ առողջության հետ կապված անպայման Ուրանի մասին, ուրեմն նայում եք իմ նախորդ վիդեոն, դա եւս ես մանրամասնել եմ եւ հաջորդ կարեւոր իրադարձությունը դա ուրեմն Լիալուսինը 11-ին տեղի կունենա 00:36 րոպե Հայաստանում 37 վայրկյան, արևելուսինը կհակադրվեն
19 աստիճանում եւ այն տեղի կունենա այծեղի ջուրի նշանում, որը վերաբերում է, տեսնում եք, նորից ձեր ապագային, այդպես շատ կոնկրետ դրված է կարիճների մոտ ապագայի հարցը եւ դուք հավանաբար նորից ձեր ընկերների հետ, ձեր հարազատների հետ եւս կքննարկեք այդ հարցը, ոմանց մոտ ամուսնություն կլինի, ոմանց մոտ ասացի երեխաների հետ կապված հարաբերություն, ընտանեկան թեմաներ կարող են լինել, աշխատանքի, ձեր ապագայի հետ կապված, իսկ ապագայի մեջ մտնում է եւ աշխատանք եւ ընդհանրապես ընտանիքի թեման, երեխաների թեման, զուգընկերոջ թեման, ամուսնության եւ այլն, հա, այդ ամեն ինչը այդտեղ է տեղավորվում եւ ընդհանուր գիտեք կարիճը ձեր կյանքում ընդհանրապես կարևոր իրադարձություններ են լինելու եւ դուք փորձեք օգտվել դրանից եւ հիմա առավելևս Ուրանը ձեզ չի խանգարում այդ հարցում անձնական հարցերում, նաև գործնականում այնպես, որ վճռորոշ քայլ կարող եք անել մինչև դեկտեմբերի վերջ, դուք ժամանակ ունեք, առավել եւս տեսնում եք նոյեմբերին նոր Ուրանը ինքը հետընթաց է լինելու, դուրս է գալու երկօրյակի նշանից ավելի ճիշտ, փորձեք մինչև դեկտեմբեր այդ հարցը կարգավորել, այսպես կարող եմ ասել սիրելի կարիճներ, անձնական հարցերը, թեկուզ գործնական, հա, համագործակցելու եւ այլն, փորձում եք մինչև դեկտեմբերը դա կարգավորել, շատ կարեւոր է։ Դա այդպես եւ կարծեմ մինչև 11-ը դուք արդեն որոշակի պատկերացում կունենաք այդ մասին, 22-ին արևը ուրեմն կփոխի իր նշանը եւ այստեղ ուզում եմ նշել, որ 26-ին հունիսի, քանի որ մենք հիմա հունիսի մեջ ենք, ես դա ուղղակի ասեմ, ուրեմն 24, 25, 26, հա, այդպես հետաքրքիր օրեր են այստեղ, թե հայրենիքի արտերկրի մասին կարող է լինել թեմաները, ոմանց մոտ կարող են լինել դատական թեմաներ եւ ոմանց մոտ ամուսնության թեմաները, խոսակցություն այդ թեմայի շուրջ, մտորումներ, բոլոր դեպքերում նոր սկիզբ է դրվում, տեսեք, ես սահուն եկա, արևը կմտնի առյուծի նշան, այստեղ ձեր նպատակներն են եւ դրան միանում է այն, որ 24-ին արդեն տեղի ունենում նորալուսինը եւ արևը լուսինը միանում են առյուծի նշանում 3 աստիճանում, ժամը Հայաստան ժամանակով 23:11 րոպե 1 վայրկյան, ահա, եւ այստեղ դրվում է նոր սկիզբ ձեր ապագայի հետ կապված, յուրաքանչյուրը իր նպատակներն այդ ինչ տարիքում եք գտնվում, ինչ կարգավիճակում եք գտնվում, այո, այսպիսի իրավիճակ է եւ ինչպես որ արդեն ասացի, Խիրոնը հուլիսի 30-ին ամիսը ինքը այդպես փակում է, ուրեմն Խիրոնը իր հետընթաց լինելով եւ եզրափակեմ իդեպ 26-ի հունիսի եկեք դա ֆիքսենք, հա, այսինքն մենք հիմա հունիսն ենք 24, 25, 26, որտեղ 25-ին հունիսի լինելու է նորալուսինը, ուրեմն խեցգետնի նշանում այստեղ ընտանիքի թեման է եւ շատերի մոտ խոսակցություն կլինի ամուսնության մասին, անպայման եւ ոմանց մոտ ասացի արտերկիր գնալ սովորելու, աշխատելու եւ իհարկե նայած ինչ ասպեկտացիա լինի, հնարավոր է ոմանց մոտ էլ դատական թեմաներ լինի, բաժանության թեմա լինի, դա արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, իմ սիրելի կարիճներ եւ այդպես եթե արտերկրում եք հնարավոր է քննարկեք այդտեղ մնալու կամ վերադառնալու կամ եթե այստեղ եք գնալու, ինչևէ հայրենիք եւ արտերկիր թեման եւս ակտիվ է լինելու ձեզ մոտ։ Երևի թե այսքանով եզրափակեմ եւ եթե ընդհանրացնելու լինենք ձեզ մոտ ուրախալի լուրը այն է, որ ձեզ մոտ կկատարվեն ուրեմն ճակատագրական հետաքրքիր իրադարձություններ եւ ի վերջո Ուրանը ձեզ դուրս է գալիս եւ նրանք ովքեր դեռ չէին ամուսնացել, չէր ստացվում, նու կապ չունի ինչ տարիքում ես, 20 տարեկան ես, 30, 40, 50, հա, նայածում մոտ ինչպես է ստացվում, ինչևէ ընտանիք կազմելու
կամ հաստատուն աշխատանք համագործակցելու այդ հնարավորությունը դուք այլևս կունենաք այդ անկանոն վիճակից դուրս կգաք եւ դուք պիտի ուշադրություն դարձնեք ձեր ֆինանսական վիճակին ցանկալի է որ ուշադրություն դարձրեք դուք կարիճները դա փողի տունն է դուք շատ լավ գիտեք փողի հետ վարվել խնայել եւ այլն բոլոր դեպքերում իմացեք որ առավել եւս առաջիկա 7 տարում պիտի ճիշտ օգտագործեք ձեր գումարը ճիշտ հաշվարկեք եւ այդպես ներդրում անեք դրանից կարողանաք այդպես օգուտներ մեծ ֆինանսներ աշխատել եւ այդպես ներդրումներ անել եւ աշխատել այսքանը եւ նաեւ առողջության հետ կապված երբ մոլորակները արդեն վերջնականապես Սատուրնը եւ Նեպտունը կհաստատվեն խոյի նշանում այստեղ միանշանակ պիտի ուշադրություն դարձնեք ձեր թե աշխատանքին թե առողջական վիճակին ու մոտ ինչպես կլինի բոլոր դեպքերում փոփոխություններ են որ դուք հոգեպես նաեւ պետք է կարողանաք այդպես հավասարակշռվել հարմարվել եւ հաշտվել այդ ամենի հետ երևի թե այսքանով ավարտեմ դուք անպայման գրեք ձեր տպավորությունները ես կարդում եմ տեղեկանում եմ գիտեմ ով ինչ է գրում կիսվեք իհարկե արդյոք դա կատավեցին որտեղ ինձ գրում են որ շատերին է օգնում իրենք ճիշտ են կողմնորոշվում իրենց անելիքներում իրենց գործերում ես շատ ուրախ եմ դրա համար այնպես որ գրեք կիսվեք եւ չմոռանաք լայքել նաեւ որտեղ ամեն ինչ անում եմ որ իմ վիդեոները չտարածվի այսպիսի բան կա այնպես որ սիրելի կարիճներ լավ եղեք մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ